Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Քիչ առաջ դուրս եկա ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի։ Ինչպես 2 օր առաջ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել էր, մենք որոշել ենք ստանձնել տարիքով տատիկների ձերբակալված տատիկների պաշտպանությունը։ Նրանցից մեկի պաշտպանությունը արդեն ստանձնել է Արսեն Բաբայանը, մյուսինը հենց նոր ես ներգրավեցի Կիմա տատիկի պաշտպանությունը 75 տարեկան 48 ժամ է ձերբակալված, դարի հանցագործն է, ժողովուրդ ջան, դարի հանցագործն է, հիմա խոսենք դրա մասին։ 48 ժամ է ձերբակալված է Կիմա տատիկը, գտնվում է ԶՊՎ-ում, շատ ծանր այսպես զրույց ունեցա նոր Կիմա տատիկի հետ։ Դա ասենք աշկերից արցուղները գնում են, ասում են, բալա ջան, ինձ ինչի հիմար է ստեղ բերել, ինչ պատասխանեմ։ Օրինակ ես ինչ պատասխանեմ, ինչի համար են իրան այդտեղ բերել։ Ընտրությունների օրը շատ վատ ձևով օպերները հակակոռուպցիոնի, այն որ տենց փոխանակ զբաղվեն այս արագ եւ անհասկանալի հարստացող ԿՊԱ-կաններով, որ Գալադրանեցի պես եկան իշխանության, հիմա ամեն մեկը չգիտեմ ինչեր ունեն։ Փոխանակ իրանց բուն գործով զբաղվեն 75-ամյա 40,000 դրամով ապրող Կիմա տատիկների հետևից են ընկել։ Ու 90-ամյա քերու աղջկա իրա, որին բաց են թողել, հələ այդքան բարոյականությունը դեռ այդքան հերիքում է։ Ուրեմն վերջի ձևով սպառնացել են, փագելու են քեզ, բանտերում փդելու ես, քաղաքական հարցեր են տվել, ինչ գործ ունես այս ինչի հետ, ինչ գործ ունես այն ինչի հետ։ Ոչ թե հարցեր, այլ այսպես ասած գլխին նոտացիաներ են կարդացել։ Ու գիտեք ի՞նչն է հարցը։ Հիշում եք մենք որ գնացինք ներգրավենք, որ չթողեցին մենք ներգրավենք։ Ես չգիտեմ, սա չեմ կարծում որ քնչականն ա եղել, կարծում եմ հենց ոստիկանությունն ա եղել, որտեղ այնտեղ ա եղել, ստեղ չի եղել։ Կամերայի տակ դրել են, հարցաքննել են առանց փաստաբանի։ Երկար հարցաքննել են, այս կինն էլ ինչ կա, այն էլ պատմել է։ Եվ այդ ձայնագրությունները չեն հայտնվել Civic AM-ի էջում։ Ինչ է դա նշանակում, դե բան չկար։ Հանցագործության նշույլ չկար։ Ես դիմում եմ հատուկ հարցրեցի հարգելի իմ գյումրեցիներին, որտեղ ես գիտեմ, որ դուք ի տարբերություն լավ ի տարբերությունը չասեմ, թասիբով ժողովուրդ եք։ Մի բան կարամ ասեմ, այդ ինձ շատ կարևոր էր, որ գյումրեցիներ չեն եղել, ակցենտով չեն, տեղացիներ չեն եղել այդ վատ իրանց պահողները։ Կյանքում գյումրեցին իրան թույլ չէր տար սենց վարվեր 75-ամյա միայնակ ապրող տատիկի հետ, կյանքում։ Բայց ինչ որ մարդիկ եղել են, որոնք իրանց դա թույլ են տվել։ Ես գիտեք, որ տենց մեծ բաներ չեմ խոսում, չեմ ասում, այս ենք անելու, այն ենք անելու, չեմ ասում, բայց ես մոտը շատ սիրուն ամեն ինչ գրանցում եմ։ Այդ ձեզ ես խոստանում եմ, որ այս ամեն ինչը վերջանա, ես անպայման ամեն ինչ անելու եմ, որ պարզեմ, ովքեր են եղել Կիմա տատիկի հետ, չակերտավոր զրույց ունեցողները, կամերանն էլ դրած ձայնագրողները, որ ինչ-որ մի բար պոկեին, մի անգամից այդ օրը պատմություն սարքեն, տեսեք, այս են անում, տեսեք, այն են անում, խախտելով բոլոր հնարավոր օրենքները, քաղաքական գործունեություն իրականացնելով, քաղաքական։ Ու ասեցի ոստիկանությունում, ոստիկանությունում, այլ այնտեղ, չգիտեմ, հավանաբար այդ հակակոռուպցիոնի օպերներն են եղել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Որոնք նորից ասեմ, փոխանակ զբաղվեն իրենց այն բուն գործով, տեսեք ինչերով են զբաղվում։ Ես այնտեղ աշխատող, այդ թվում նաև օպերատիվ բլոկում, շատ արժանապատիվ մարդիկ գիտեմ։
Չեմ էլ զանգելու, չեմ էլ փորձելու հետաքրքրվեմ ով ա եղել, ինչ ա եղել, որտեվ վախենում եմ, որ պարզվի իմ ծանոթ մարդիկ են եղել։ Ուղղակի վախենում եմ։ Ուղղակի շշմում եմ ոնց կարելի է այդպես քաղաքական պատվեր կատարել այս աշճան անբարոյական ձևով։ Քառասունութ ժամը լրացել է ձերբակալման։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ որոշում են կայացնելու։ Արդյոք իրանց սպառնալիքը իրականացնելու են եւ ուղարկելու են բանտ, որ փդիտի կիմատատիկը բանտում, բայց ես այնքան եմ ասեմ, որ նման դեպքում ես հազվադեպ եմ այդպիսի կոչով հանդես գալու, խնդրելու եմ, որ այն դատարանը, որտեղ որ դա քննվելու է, իսկ դա հակակոռուպցիոն դատարանը կարող է լինի, ուղղակի այնտեղ այն բոլոր մարդիկ, ովքեր որ տարիքով մարդկանց նկատմամբ հարգանք ունեն, ուղղակի, չգիտեմ, լավ, այս պահին բան չեմ ասում։ Ոսել ոնց կարելի է այս աշճան բարոյականության, բարքերի անկում ինչի համար է ախր։ Ասենք ինչի համար։ Հատկապես Երևանից մարդիկ են ուղարկել գնան այնտեղ իրաց քաղաքական գործերով զբաղվել։ Իրավապահների պագոններով։ Լավ, ձեզ ասենք թե պատվեր են տվել, ասել են այս մարդկանց բռնեք։ Լավ, ինչի եք այդպես վատ ձևով ձեզ պահում։ Հա, չեն հարվածել, փառք Աստծո, 75-ամյա տատին չեն ծեծել, բայց հոգեբանական լուրջ ճնշումների են ենթարկվել։ 90-ամյա տատին էլ բաց են թողել։ Որ մխիթարվենք դրանով։ Այսքանը, սա է ուզում ձեր հետ կիսվել, շատ դեղված եմ։ Ես չէի կարծում, որ այսպեսի բան։ Իմ աչքով մինչև չտեսնեի, չէի հավատա, չէի ուզում հավատալ, որ այդպես բան կա։ Որ ասում էի, որ 70 անց, 80 անց, ասում եմ լավ, այդպես բան ոնց կարող է լինել։ Այնա իմ աչքով տեսա 50 թվի ծնունդ։ Կիմատատը։ Գյումրիում հաստատ ճանաչում եմ։ Մի այնակ ապրող, մի կերպ ծերին հասնող կիմատատը։ Կամերայի տակ հարցակննել են, դե ասա, ով ա քեզ փող տվել, դե ասա, ով ա քեզ այս արել, ով ա քեզ այն արել, ով այ մարդ էս մարդը որ ասում է չկա դες բան։ Ինչ եք ուզում իզնից։ Իրանց արշինով են երևի չափ։ Այսքանը իմ համոզմունքի հիմքը, որ այստեղ ոչ մի կրիմինալ չկա, մի բան է։ Կիմատատը ինձ ուղիղ ասեց կամերայով դրել, հարցակննել են երկար, ամեն ինչ պատմել եմ, ինչ ճիշտ է, այն էլ պատմել եմ։ Մենակ առանց փաստաբանի։ Սեկտորայից որ դա օրենքի խախտում է, որտեղ փաստաբանները գնացել հասել են։ Բայց եթե այդտեղ մի տար գտնեին, մի բար գտնեին, որոնք որ իրանց պետք է իրաց քաղաքական հակառակորդների, ընդդիմադիրների դեմ հաստատ դա օգտագործելու էին, ասում են, տեսեք, Մարտուն Գրիգորյանը սենց կոնկրետ այս դեպքում կամ չգիտեմ, ընդդիմադիրները տեսեք ինչեր են անում։ Հաստատ, այն որ մի տոկոս չկասկածեք։ Լավ գիտեք, չէ՞, տեսագրությունները 10 րոպե հետո որտեղ են հայտնվում։ Դա է ինձ թույլ տալի, որ ես համոզմունք ունենամ, որ այստեղ որևէ կրիմինալ չկա։ Այսքանը հարգելի քաղաքացիներ, անկեղծ ասած շատ կուզենայի, որ այն հանրային դաշտում եղած աժոտաժը մի փոքր նաև մարդկանց ուշադրությունը այսպիսի հարցերին կենտրոնանա, որտեվ ինչ ուզում եք արեք, այս հարցերը ավելի կարևոր են։ Այն հարցերը, որ մեր հասարակության մեջ ընդդիմադիր հայացք ունեցող տատիկների նկատմամբ արդեն անցել են այսպիսի խայտառակ ռեպրեսիաների, սա շատ ավելի կարևոր հարց է, անկեղծ ասած ես համարում, քան մնացած ամեն ինչ։ Որովհետև եթե մենք հաշտ լինենք այս երևույթների հետ, շատ կներեք, որևէ մեկին չպետք է հետաքրքրի ով է իրաց ղեկավարը, ով իրաց ղեկավարը չի։ Իմ համար կարևորն է նա, որ այս կարմիր գծերը մենք գոնե ցույց տանք, որ մենք պահպանում ենք։ Այս կարմիր գծերը են։ Նորից ասեմ հատուկ գյումրեցիների համար։ Չեն եղել այդ մարդիկ գյումրեցի, որ իրանց այդպես են պահել։ Դա հատուկ էր ընդգծում Կիմատատը, ասելով դե մեր Գյումրիում
Մեր լեննգանում թասիբը կա հələ լեննգնցիներ չէ։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։